100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ արդեն 27 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։ Ինքը բավականին հյուծված էր, գունատված, ասեց որ բժիշկները այցելել են Նուբարաշենկոյի բժիշկները, ճնշումը 90-60 բավականին ցածր է։ Այսօր Նուբարաշենկո հրակատարողական հիմնարկում նրան տեսակցած պաշտպանը խորհուրդ է տվել դադարեցնել հացադուլը, սակայն ապարդյուն։ Ինքը չի համաձայնվում եւ հաստատակամ է իր ծայրահեղ քայլի այդ հացադուլի մեջ, նաեւ ասեմ, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին նաեւ ինքը իսկապես ջրադուլ կսկսի։ Արդեն 7 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը կիրառելով ստորագրություն կամ գրավ։ Նա մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար։ Քննության ամենավերջում հենց քննչական մարմինը որոշում կայացրեց, որի մեջ հստակ սևով սպիտակի վրա գրեց, որ Ներսես Պողոսյանը չի անդամակցել որևէ խմբի, հրաժարվել է անդամակցել, Ներսես Պողոսյանը հրաժարվել է հանցանք կատարելուց, չի կատարել եւ նման պայմաններում նրան մեղադրանք են առաջադրել կազմակերպված խմբի կազմում հանցանք գործելու մեջ, այսինքն ինքը չի անդամակցել որևէ խմբի, բայց կազմակերպված խմբի կազմում հանցանք է գործել։ Գտնում եմ, որ հենց վարույթ իրականացող մարմինը կարող է ինքը որոշում կայացնել եւ խնդիրը կլուծվեր։ Առողջական վիճակով պայմանավորված պաշտպանն այսօր Ներսես Պողոսյանի հետ չի կարողացել գործի հետ կապված հարցեր քննարկել։ Փոխարենը մի քանի հարց է քննարկել իր մյուս պաշտպանյալի Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հետ։ Քրեական գործի նյութերի մեջ ընդհանուր առմամբ ոչ միայն հենց Արայիկ Խանդոյանը, նաև իր մասով բնականաբար բավականին շատ հակասություններ եւ անճշտություններ կան, բավականին շատ, դրանք մեծածավալ են։ Բնականաբար, ինչպես ես, այնպես էլ իմ մյուս գործընկերները դրանք դատարանում արդեն քննության ժամանակ կներկայացնենք եւ հատկապես մենք ուշադրություն ենք դարձնում այն բոլոր խախտումները, որոնք տեղ են գտել կոնկրետ հենց Արայիկ Խանդոյանի մասով գործի առումով բավականին շատ հակասական ցուցմունքներ կային, բավականին շատ քննչական մարմնի կողմից կատարած բավականին մեծ ծավալի գործողություններ, որոնք օրենքի կոպտագույն խախտումներով էին կատարվել։ Գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպաններին մինչև փետրվար ամիսը ժամանակ է տրվել։